Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սիրելի գոլեգաներ, նախ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորից, որ ձեր աշխատանքային օրվա վերջում ժամանակ եք գտել եւ եկել եք մեզ բոլորիս, ճիշտ ասած, վերաբերվող հարցի քննարկմանը։ Այսօրվա քննարկումը նվիրված է հենց առողջության պարտադիր ապահովագրության համակարգի բացերին, խնդիրներին, հարցերին, որոնք որ նախատեսվում է, որ այսօրվա հարց պատասխանից փորձագետների տված կարծիքներից հետո համախմբվելու են եւ որպես առաջարկների փաթեթ ուղարկվելու են պատկան մարմիններին։ Եթե պատկան մարմինները ականջալուր լինեն, մենք մեծ սիրով, ոնց որ այսօր հավաքվել ենք քննարկելու եւ վերհանելու խնդիրները, այնույն կերպ կհավաքվենք եւ կսկսենք բոլորով գովել առողջապահական համակարգի աշխատանքը, որովհետեւ մենք համարում ենք, որ առողջության ապահովագրությունը դա փրկողակ է մեր ժողովրդի համար։ Բայց այն պետք է նորմալ, adekvat աշխատի եւ պետք չէ, որ բուժաշխատողների հաշվին գործի ինչ-որ համակարգ, որովհետեւ մենակ բուժաշխատողներն են այստեղ մնացել թույլ օղակ։ Ես այսօր խնդրել եմ, որ մեր հետ իրենց փորձագիտական կարծիքը, իրենց տեսակետը հայտնեն, հիմա կսկսեմ հերթականությամբ ներկայացնել, առողջության իրավունք ՀԿ նախագահ Անուշ Պողոսյան, ապահովագրության ոլորտի փորձագետ Արտակ Մարտիրոսյան, ով որ նաև տնտեսագիտության գիտությունների թեկնածու է, ես եմ Գևորգ Գրիգորյան, ով որ մասնագիտության բժիշկ է, առօրյա աշխատող, այսինքն ձեզնից մեկն է, եւ առողջապահության կազմակերպիչը։